Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տրվեց ոռոգման համակարգերի արդիականացում ծրագրի վերջին փուլի, ջրօգտագործման և ոռոգման համակարգերը կառավարող կազմակերպությունների մասնագետների վերապատրաստման դասընթացի մեկնարկը։ Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։ Նա ընդգծեց 2017 թվականից ի վեր իրականացվել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր ՀՀ ոռոգման համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։ Պատիվ ենք ունեցել որպես գործընկեր կազմակերպություն, գիտակրթական կազմակերպություն ներգրավելու որպես տեխնոլոգիական համալսարան, եւ ես ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը այս եւ մի շարք այլ ուղղություններով իրականացնում է բազմաթիվ ծրագրեր գործակցելու մասնավոր ոլորտի, պետական ոլորտի, միջազգային գործընկերների եւ ակադեմիական համակազմի մասնակցությամբ, որպեսզի արդյունավետ լինեն ցանկացած ծրագիր։ Վերապատրաստման ծրագրի այս բաղադրիչն այն կարևոր գործընթացի մասին է, որով մասնագիտական համայնքը իդեմ պոլիտեխնիկական համալսարանի պետք է ապահովի ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման ընթացքը։ Ես վստահ եմ այն ծրագիրը, որ մեր մասնագիտական համակազմը կազմել է, եւ քիչ անց պետք է արդեն ակադեմիական լսարաններում այդ ծրագրով մեր գործընկերները անցնեն վերապատրաստում, շատ մեծ արժեք է ունենալու հետագա մասնագիտական առաքելության ընթացքում։ Չի կարելի խոսել պարենային ապահովության մասին առանց ջրի ու դրա արդյունավետ կառավարման։ Իր ելույթում նշեց ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։ And I also know that you're already very, very busy because it's now that all the water issues have to be dealt with in the field as well. Մեր դասընթացները այսօր կմեկնարկեն կրթանան այս երկու ամիսների ընթացքում, բայց ես նաև քաջատեղյակ եմ, որ հենց այս ամիսները համարվում են ձեր աշխատանքում ամենաինտենսիվ ամիսները, ջրային կառավարման, պահպանման հետ կապված հիմնական աշխատանքների սեզոնը հենց հիմա է։ Նանա Սկաուն հույս հայտնեց, որ տեսական եւ գործնական դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ կկարողանան միասին բարելավել ջրային ոլորտի կառավարումը, դրա հանդեպ փոխել մարդկանց վարքագիծը։ Շնորհավորում եմ եւ շատ կարեւորում եմ ջրօգտագործողների պետությունների ոռոգման համակարգերի կառավարման ուղղված այս դասընթացների մեկնարկը։ Շատ կարեւոր է ունենալ համակարգ եւ ունենալ լավ կառավարող թիմ։ Հայաստանում այժմ ջրի քանակի կուտակման եւ դրա ճիշտ օգտագործման խնդիրներ կան եւ մեր երկրում ջրային ռեսուրսները խիստ անհավասարաչափ են բաշխված, նշեց Վարազդատ Մկրտչյանն ու հավելեց ջրօգտագործողների ընկերությունների ոռոգման համակարգերի կառավարման ուղղված դասընթացների կազմակերպումը եւս ուղղված է նման խնդիրների վերհանմանն ու լուծման ուղիներ գտնելուն։ Դասընթացները ուղղված են հիմնականում տեխնիկական զարգացվածության, հաշվապահական, կառավարման, ջրաչափության շատ մանրակրկիտ ուսումնասիրվել են բոլոր մոդուլները։ Շնորհակալություն մայթում եմ թիմին, ում եք աշխատում։ Դասընթացներն ավելի թիրախային դարձնելու համար ուսումնասիրվել են ոլորտի մարտահրավերները, իսկ կատարվող աշխատանքները պետք է ուղղված լինեն ջրօգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Բացման ելույթներից ու ողջույնի խոսքերից հետո ՀԱՊՀ ռեկտորն ու ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարը համատեղ հուշագիր ստորագրեցին։